Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է, հուլիսի 13-ից մինչև 19 ընկած ժամանակահատվածի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք ինչպես միշտ, որ նայում ենք անձնականը, աշխատանք, ֆինանսներ, առողջություն, չգիտեմ սա կկարողանա ընկնել TikTok թե Facebook, բայց կփորձեմ։ Ժամերը չեմ խոստանում, որ այնտեղ կաշխատի, որովհետև չգիտեմ, կաշխատի արդյոք կարող եք սեղմել վրան մտնել ձեր նշանը, թե ոչ, եթե ոչ, ապա ուղղակի պետք է առաջ տաք եւ նայեք ձեր նշանը։ Այսքանը եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 13-ից մինչև 19։ Ընդհանուր ֆոնը նամակներն են, փաստաթղթերը, նաև գրառումները, միգուցե այս շաբաթ ավելի շատ եք խոսում մարդկանց հետ, միգուցե սոցհարթակով, միգուցե մեկ այլ ճանապարհով, ոնց որ կապը ավելի շատ է լինում մարդկանց հետ։ Նաև փաստաթղթերն են դասավորում, փաստաթղթեր վերցնել, ուղարկել, եւ այլն, իքը բան կա այստեղ, որ կարող եք անել։ Գրանցեք, ինչ որ պայմանագրեր կնքեք։ Տեսնենք ինչ է սպասվում, խոյերին նայեցեք, աղեղնավորների հետ գործ ունեք։ Ընտանեկան հարաբերություններում մի փոքր այն չէ, խնդիրներ կան հարաբերություններում, կամ ընտանիքում է խնդիրը, որը բոլորին է վերաբերվում, բոլորով պետք է զբաղվեք այդ խնդրով, կամ նաև սա խնդիր է երկուսի միջև, հարաբերությունների միջև, օրինակ չեք կարողանում ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ուզում եք, փորձում եք, բայց անընդհատ խոչընդոտներ կան եւ չի ստացվում այդ ծանոթանալ։ Տունը, ինչ-որ մի բան կա, որ պետք է անեք, միգուցե դա ինչ-որ փաստաթղթի հետ է կապված, միգուցե դա է վեճը, նաև խնդրի պատճառը, ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ տեղեկատվություն։ Աշխատանքի հետ կապված այստեղ, եթե չեք աշխատում, ապա աշխատանք կարող եք գտնել, հավանականությունը շատ մեծ է։ Փոփոխություն, բարձրունք կգնահատեն ձեր աշխատանքը, կարգավորվի նաև աշխատանքը, եթե խնդիր կար, ոմանք կցանկանան բիզնես բացել եւ այդտեղ կարող է ինչ-որ փաստաթղթերի հետ է կապված, փաստաթղթերով զբաղվեք։ Նաև դա պայմանագիր եք կնքում աշխատանքային կամ բիզնեսի հետ կապված։ Այդ գումարը այստեղ կծախսեք ավելի շատ խաղերի վրա, կամ գումարին լուրջ չեք վերաբերվում, այսինքն դե հա կա մեկը աշխատում եմ, գալիս է։ Այդ վիճակը կարող է լինել եւ շատ գումար ծախսեք, անիմաստ ծախսեր անեք, անսպասելի ինչ-որ մի բան տեղի կունենա գումարի հետ, կամ պետք է շատ արագ գումար վճարեք, կամ փոխանցեք, կամ ձեզ կարող են շատ արագ գումար փոխանցել օրվա ընթացքում։ Եվ առողջության հետ կապված այստեղ ուշադրություն դարձրեք կոկորդին, ձայնալարերին, թոքերին նույնպես այստեղ այս բերան խոռոչ, այդպես, որտեղ որ խոսում եք, կոկորդը, ձայնալարերը, միգուցե նաև ականջները, ինչու՞ չէ, ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար միայն անձնականն էր, որ մի փոքր այն չէր։ Ձեզանից է կախված, որը ձեր ձեռքում է, դուք պետք է փոխեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տեսնենք ինչ է սպասվում ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 13-ից 19։ Սեր, շատ սեր, 4 կողմից սեր, ինչ որ մարկանցից սեր,
Սիրո խոստովանություն, սիրահարվածություն, նաև ինչ-որ մի բանը կապված է սիրո հետ, հա, նայենք հեսա։ Ինչ է սպասվում ցուլերին։ Չէ, կապված չի։ Այստեղ սեր կա։ Նայեք հարաբերություններում եւս դա ցույց է տալիս, որ սերը կա, սերը իշխում է ձեզ մոտ։ Ոչ մի խնդիր չկա այստեղ սիրո հետ կապված։ Նաև նոր սեր, նոր հարաբերություններ, ընտանիքի հարաբերությունների հետ սերը շատ կլինի, սիրով կվերաբերվեն ձեզ, դուք սիրով կվերաբերվեք, խոսքով շատ սեր եք տալու, շատ սեր եք ստանալու։ Այն աշխատանքին այստեղ լուրջ չեք վերաբերվում, կամ անսպասելի ինչ-որ մի բան է տեղ ունենում աշխատանքի հետ կապված, կամ անսպասելի ձեզ կանչում են աշխատանքի։ Որոշում եք դուրս գալ, ինչ-որ մի բան է այնտեղ, որ իմանում եք այդ մասին, շատ այդպես ակնթարթային, կամ լուրջ չեք վերաբերվում։ Հա դե միևնույնն է լավ աշխատող եմ, միևնույնն է ինձ կպահեն, միևնույնն է սա, հա, եւ լուրջ չեք վերաբերվում, եթե բիզնես ունեք անգամ բիզնեսին կողեք, լուրջ չվերաբերվել։ Այնտեղ շատ ուշադիր եղեք։ Եվ գումարը սա գուցե նախկինում կատարած աշխատանքի դիմաց գումարն է, միգուցե անցյալում ինչ որ գումարներ պետք է վճարեք, չեք վճարել, հիմա պետք է վճարեք, հիմա դրա մասին կարող եմ ձեզ հիշեցնել։ Գումար կարող եք վաստակել այն աշխատանքով, այն գործով, որը անցյալում եք արել, նախկինում նման աշխատանք եք արել եւ այդպիսով գումար եք նաեւ վաստակել։ Այս առողջությունը այստեղ ավելի շատ դեպրեսիվ վիճակ է, նյարդային վիճակ է, քան որևիցե ինչ որ հստակ առողջական խնդիր։ Ուղղակի պետք է հետևեք ձեր ինչ որ լարված պահերին։ Ինչ որ ձեզ մոտ լարվածություն է առաջացնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 13-ից 19։ Ընդհանուր ֆոնը տղամարդն է։ Տարիքով անձնավորություն է, միգուցե պետական աշխատող է, ձեր տնօրենն է, մենեջերը, հայրը, պետավտոտեսուչ նաև չի բացառվում։ Մի քիչ ուշադիր պետք է լինել պետավտոտեսուչների հետ կապված, ուղղակի կարող ինչ-որ գործեր ունեք։ Սա նաև նոր ծանոթություն է։ Նոր ծանոթություն այստեղ կարող է լինել կամ տարիքով մարդու հետ, կամ հասուն մարդու հետ։ Տեսնենք ինչ է սպասվում եկվորյակներին։ Այստեղ տան հետ կապված հարցերում, հատկապես եթե նոր ծանոթություն է, անձնական կյանքի հետ կապված իհարկե, լավ ուշադրություն դարձրեք, թե մանրակրկիտ ուսումնասիրեք ով է, ինչու է ուզում ձեզ հետ շփվել, ինչ ունի ձեզ հետ, շատ այդպես խորացեք, հա, հասկացեք, թե ով է, հետո նոր սկսեք իրենց հետ շփվել, մի շտապեք ոչ մի հարցում։ Իսկ ընտանիքում այստեղ ուղղակի մի խորացեք խնդիրների մեջ, որովհետև անընդհատ ոնց որ դա ձեր կյանքում խնդիր եք առաջացնում, ուղղակի հենց այնպես, առանց որևիցե մի բանի։ Եթե մարդը խորանում է մանրուքների մեջ, ապա այդ տան մեջ միշտ կռիվ է, միշտ խոսակցություն է, որովհետև դու սենց ասացիր, դու սենց, դու այսպես, հա, այդ ամեն ինչը բերում է միշտ վեճերի, դա հիշեք։ Աշխատանքի հետ կապված այստեղ կտրուկ քայլ է, կամ այստեղ տնօրենը ինչ-որ մի բան է ձեզ առաջարկում, կտրուկ որոշում եք կայացնում, կամ այստեղ աշխատանքից ազատում է կտրուկ, դուք եք որոշում, կամ ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում, հա, եւ շատ անսպասելի ձեզ համար, կարող են տեղափոխել մեկ այլ բաժին, կարող են ինչ-որ պահեր են, որը անսպասելի է ձեզ համար, կամ հենց դուք եք որոշում, դուք որոշում եք օրինակ փակել ձեր բիզնեսը, բացել բիզնես,
ինչ որ փոփոխություններ կատարել, կտրուկ, այդպես շատ տեսանելի փոփոխություն, ոնց որ ասում են, արտադրում եք օրինակ սոկ, ինչ որ հատուկ տուփերի մեջ, մեկ էլ հոп արտադրում եք այդ նույն սոկը, հա, կտրուկ որոշում եք, որ արտադրեք, չգիտեմ, թղթի տուփերի մեջ, կամ չգիտեմ, ինչերի, ինչ որ ամբողջությամբ գույնն եք փոխում, երանգն եք փոխում, անունն եք փոխում, եւ նույնն էլ կարող լինել դա աշխատանքի հետ։ Եվ գումարի հետ կապված այստեղ ուրախ եք, դա նշանակում է, որ գումարը կա, դա նշանակում է, որ գումար կստանաք, եկամուտ կստանաք, աշխատավարձի բարձրացում կարող է լինել նաև, հետո եթե կտրուկ փոփոխությունը լինի դեպի լավը, բնականաբար աշխատավարձն է բարձրանում, կամ այդտեղ գիտեք անսպասելի կարող եք ընդունվել աշխատանքի, եթե դիմել եք, ձեն չկար, մեկ էլ հոպ ինչ որ մեկը կարող է ձեզ կանչել։ Կարող են վարկ տրամադրել ձեզ, կարող եք ինչ-որ մի բան վաճառել, որպես գումար կա եւ ուրախ եք, շարունակություն կարող եք ստանալ։ Իսկ առողջության հետ կապված այստեղ արդեն անցյալի խնդիրներ են։ Նախկինում ոչ է խնդիր եք ունեցել, բանի տեղ չեք դրել եւ հիմա ինքը ոտավորվել է եւ փորձում է այդ խնդիրը նորից գալ եւ ասել, որ ես կամ դու ինձ մոռացել ես, ես կամ եւ պետք է լուծես այդ հարցը։ Այդտեղ միայն դա պետք է ուշադրություն դարձնեք այստեղ ավելի շատ։ Ինչ որ հատուկ խնդիրներ չկա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 13-ից մինչև 19։ Ընդհանուր ֆոնը խորամանկությունն է, դե կամ դուք պետք է լինեք այդպես խորամանկ, կամ ձեր հանդեպ կարող են խորամանկություն ցույց տալ, խաբեություն ցույց տալ, այնպես որ բավականին զգուշ եղեք, մի վստահեք այդ օրը, այս շաբաթ, ոչ մեկին այդպես է շատ խիստ։ Նաև դուք կարող եք, գիտեք, լինել խորամանկ եւ կարողանալ բոլոր հարցերին լուծում տալ, ավելի հեշտ, ավելի շատ գործ անեք այս շաբաթ, այդ խորամանկության շնորհիվ։ Տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին, դե մի քիչ խեցգետինները խորամանկ ասել, կարելի է այդպես դե խաբեություն չեմ կարող ասել, չնայած չի բացառվում։ Լավ, տեսնենք, հոտավամը մերթ միջև է մեծանում եւ չեմ կարող ես բոլորի տեղը ասել։ Տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին։ Նույն դեպս ինձ թվում է իմ շրջապատում, իմ կողմում, ոչ ոք չկան այդպիսին։ Ահա, ուրեմն այստեղ հարաբերությունները կլինեն ավելի շատ ընկերական։ Մեկը մյուսին ավելի լավ կհասկանա։ Նաև այստեղ ուրեմն եթե ընկերներ շատ ունեք, հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչներ, ապա կարող է ընկերներից ոչ մեկը ձեր սիրո խոստովանություն անի, օրինակ պահել իր մտքում, իր սրտում, որ այդպես սիրահարված է ձեզ եւ իբր ընկերներ եք իրար հետ, բայց չէ, իր համար դա ընկերություն չի, իր համար դա սեր է։ Եվ կարող է նաև արտահայտվել, կարող է ասել ձեզ այդ սիրո մասին, այնպես որ պատրաստ եղեք նաև, բայց շատ լավ է, որ ընտանիքում տիրում է ընկերական մթնոլորտ, որովհետև այդ դեպքում ավելի լավ եք իրար հասկանալու, ավելի հեշտ կլինի։ Նաև կարող է ոմանց ընկերը մնաք որոշի եւ գալ մնալ ձեր տանը։ Այս մեկ շաբաթը կամ դուք գնաք մնաք ձեր ընկերոջ տանը, կարող է նաև ինչ որ հերվից է եկել եւ մնում է ձեր տանը։
Աշխատանքի հետ կապված բավականին բորբոքված եք, այստեղ կամ աշխատակիցների վրա եք բորբոքված, կամ ինչ-որ մի բան այնպես չէ, կամ աշխատանք չեք կարող գտնեք, դա է բորբոքման պատճառը, կամ բիզնեսի հետ է կապված, առաջ գնալու հետ է կապված, միգուցե ինչ-որ խնդիրներ կան, դա ձեզ նյարդայնացնում է, բայց այստեղ ինչպես որ ասում են արևը կա եւ լուսավոր կետ է լինելու, այնպես որ մի այդպես վատ վերաբերվեք նման խնդրի, այնպես ավելի թեթև նայեք յուրաքանչյուր բան, եւ եթե մարդը այդպես լարված է եւ չի կարող ընդհանրապես ոչ մի ավելի ուղեղը ոնց որ այդքան լավ չի աշխատում այդ դեպքում, դեմար պետք է ավելի հանգիստ ամեն ինչին նայել, եւ գումարը այստեղ կամ ժամանակն է արդեն իրոք գումար վաստակելու համար, ժամանակն է մտածելու ավելի շատ գումար վաստակելու համար, ժամանակ կարող եք հատկացնել ավելի շատ ոչ թե ընտանիքին, այստեղ կարող եք լինել ընտանիքում ընկերներ եւ այլն, իսկ աշխատանքի ոնց որ ավելի շատ կտրամադրվեք աշխատանքին, ավելի շատ կլինեք աշխատանքի կամ գումար վաստակելու մեջ, հա, ոնց որ ավելի կխորասուզվեք։ Եվ այստեղ կամ ժամանակ է տրված ձեզ, որպեսզի այս շաբաթվա մեջ կարող եք այնպեսի մի օր լինել, որ հենց այս օրը պետք է հենց այսքան գումար վճարել, օրինակ հարկ, վարկ եւ այլն, եւ ստիպված եք ոնց որ ավելի շատ տրամադրել ձեզ գումար վաստակելու մեջ։ Չգիտեմ ինչ շաբաթ է, բայց եսի ինչ շաբաթ է։ Ինչ որ խառը շաբաթ է ձեզ համար։ Գիտեք, ինձ թվում է այդ խորամանկությունը կամ շատ բաների չի բերում ձեզ, կամ այստեղ խորամանկությունը ձեզ համար խնդիր է ստեղծում աշխատանքի հետ կապված, կամ իրոք այստեղ խաբել են ձեզ աշխատանքի հետ կապված, եւ ոնց որ հիմա արդեն մարդը ոնց որ երբ որ խաբում են իրան, ասում են աշխատանք կա, կընդունենք եւ այլն, կամ ինչ որ մեկն է ասում մեր աշխատանքի վայրում աշխատանք կա, կխոսեմ եւ այլն, եւ երբ որ մարդուն խաբում են, արդեն մարդը ինքն իրան սկսում է ոնց որ ինքն իրան մտածում է ժամանակն է դու քեզանով սկսես գումար վաստակել։ Նա այդպիսի մտքեր կան դες մոտ առաջանալ։ Եվ նաեւ առողջության հետ կապված կարող են լինել ուղղակի մանր խնդիրներ եւ այստեղ եւս զգուշացում ունեք, որ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, աչքաթող մի արեք ձեր առողջությունը։ Եթե պետք է գնալ բժշկի, եթե զգում եք դրա կարիքը կա, ապա անպայման գնացեք, բաց մի թողեք ոչ մի հնարավորություն։ Կամ եթե զգում եք, ինչ որ մանր խնդիրներ են, դե ասում եք, հա դե վաղը կգնամ, լավ դե սենց այսպես, արեք, որքան հնարավոր է շուտ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առյուծներին հուլիսի 13-ից մինչև 19։ Ընդհանուր ֆոնը հաջողությունն է, այսինքն յուրաքանչյուր բան մարդը կարող է անել հաջողությամբ, յուրաքանչյուր ոլորտ, յուրաքանչյուր բան, այնպես որ այստեղ հաջողություն է ձեզ սպասվում այս շաբաթ, ինչ էլ որ լինի, եթե հանկարծ ինչ որ լարված վիճակ է լինի, միևնույն է մարդը հաջողությամբ է ի վերջո ավարտում այն ինչ որ կլինի իր մոտ։ Տեսնենք ինչ է սպասվում առյուծներին։ Նայք, տունը անձնական կյանքը տունն է ընկել, այսինքն տուն, ընտանիք, իրենցով կզբաղվեք, այնպես որ ոնց որ ավելի շատ ուշադրության կենտրոնում կլինի ընտանիքը, կզբաղվեք իրենցով։ Ընտանիք կկազմեն ոմանք այս շաբաթ, միգուցե ամուսնանում եք, միգուցե ձեր երեխաներն են ամուսնանում, այստեղ կարող եք ընտանիքով ինչ որ վերանորոգում սկսել, բոլորով տունը
քանդել, հավաքել, եթե աբոյները փոքր տալ, այսպես ինչ որ գործողություններ կարող եք անել, կամ ընտանիքով ու որ կանեք տունը։ Նաև առիթ կարող է լինել ընտանիքում եւ մարդկանց հրավիրեք ձեր տուն, կամ ընտանիքով այդպես գնաք առիթի, հա, բոլորով։ Նոր ծանոթություն եթե լինի, ապա այդ ծանոթությունը կլինի միայն ընտանիք կազմելու նպատակով, իրար հետ ապրեք, իրար հետ տուն կառուցեք, այդպես։ Աշխատանքի հետ կապված, այստեղ եւս հաջողություններ էլ ունեք, հա, սա նշանակում է, որ աշխատանքի կարող եք ընդունվել, շատ աշխատանք ունենաք, պատվերներ ունենաք, ավելի շատ, նաեւ բարձրունք է սա նշանակում, ոմանք կարող եք այցելել պետական հիմնարկություն ձեր բիզնեսի հետ կապված հարցերով, այդպես քննարկեք այնտեղ, գնաք, միգուցե բիզնես եք ուզում բացել, դրա համար գնաք։ Եվ գումարի հետ կապված այստեղ կամ կտրուկ ծախս է, կամ անսպասելի գումար է գալիս, կամ անսպասելի այսպես բարձրանում է ձեր աշխատավարձը։ Ինչ որ մի բան է, ոնց որ sense անսպասելի է լինում ամեն ինչը։ Շատ կտրուկ քայլ է լինում, շատ դուք էլ չեք սպասում դրան։ Նաև այստեղ ուղղակի ուշադիր պետք է լինել, որ անիմաստ ծախսեր չանեք, միայն դա է, որ կարող եք անիմաստ ծախսեր անել, այսպես սա անմտածված առանց երկար մտածելու։ Իսկ առողջության հետ կապված այստեղ մանր-մունր պահեր են, որոնք միգուցե բանի տեղ չեք դնում, իսկ պետք է ուշադրություն դարձնել, որտեղ դա ձեզ մանր-մունր խնդիրներ է տալու, այն որ ասում եմ մի փոքր ձեռքսացավում, հա, ինչ որ փոքր բաներ են, որ ուշադրության կարիք այդքան չեն զգացվում, բայց այստեղ հենց հստակ ասվում է, որ այո, գնա եւ ուշադրություն դարձրու քեզ քո առողջությանը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 13-ից 19։ Ընտրության առջև եք կանգնած լինելու։ Ոմանց մոտ ասես շատ կարևոր ընտրություն է, ոմանց մոտ ուղղակի այս շաբաթ անընդհատ ոնց որ ուֆ ինչ հագնեմ, ուֆ ինչ կրեմ, այդպես ինչ-որ վիճակ կարող է լինել ձեզ մոտ։ Իսկ ոմանց մոտ էլ սա ամեն մեկը գնում է իր ճանապարհով։ Այ երկու տարբեր մարդիկ են եւ որոշում են ճանապարհները շահել եւ գնալ առանձին ամեն մեկը։ Տեսնենք ինչ է սպասվում ձեզ։ Մեկ անձնական կյանքն է շատ խնդիր։ Ես դրա համար որ ասեցի, ամեն մեկը ուզում է գնալ իր ճանապարհով, հա, դա է նշանակում, որ այստեղ բախում եք։ Միշտ խնդիրներ կան, միշտ իրար չեք հասկանում, Մնային դեպս այս շաբաթ, հա, ավելի շատ կբախվեք ոչ խնդիրների։ Այստեղ շատ ուշադիր եղեք, շատ, որովհետև իրոք մի փոքր դժվարություններ կան այստեղ, դժվարություններ կան, խնդիրներ են այստեղ։ Ոմանք, եթե ուզում եք դիմացինի հետ ծանոթանալ, հա, հակառակ սեռի ներկայացուցիչի հետ, ապա դա եւս կարող է անհնարին լինել, անընդհատ ոչ խնդիրներ լինեն, դժվարություններ լինեն եւ չկարողանաք ծանոթանալ։ Եվ ընտանիքում նույնպես նույնպես եք, այլ չեմ կարող խոսել, նույնպես խնդիրներ կան եւ պետք է ուշադիր լինեք, որ չգնաք ամեն մեկը ձեր ճանապարհով։ Աշխատանքի հետ կապված, կարիերայի հետ կապված, բիզնեսի հետ կապված, եթե նկատում եք ինչ-որ մի բաներ, որ դանդաղ է ընթանում, դանդաղ է առաջ գնում, ապա ոչինչ։ Դա ամրություն է ստեղծում ձեր աշխատանքի վայրում, դա պնդացնում է ձեր տեղը աշխատանքի վայրում, այնպես որ մի անհանգստացեք, ավելի լավ է դանդաղ, բայց կայուն գնաք առաջ։ Նաև բիզնեսը նույնպես, եթե դանդաղ է առաջ գնում, ապա պետք է հասկանալ, որ
Արմատներ եմ խրճում եւ դեռ պետք է սպասել, սպասեք, որպեսզի այն առաջ գնա։ Ոչինչ շատ արագ առաջ չի շարժվում։ Եթե աշխատանք եք փնտրում նույնպես, նույնպես էլի է ասում, որ մի փոքր կաղ է այստեղ դիմեք աշխատանքի համար, այնտեղ դիմեք աշխատանքի համար եւ դեռ պատասխանները չստանաք։ Ամեն ինչ դանդաղ է ընթանում։ Գումարի հետ կապված այստեղ ինչ-որ մի աղջիկ է, միգուցե դուք եք պարտք իրեն, միգուցե ինքն է ձեզ պարտք եւ այդ խոսակցությունները, միգուցե դուք եք տալիս իրեն, ինքն է տալիս ձեզ գումար, միգուցե ձեր տնօրենն է, ձեր մենեջերն է, միգուցե ձեր աղջիկն է, գումարին օրինակ ձեզ փոխանցում։ Գումարային հարցերը այդ ինչ որ աղջիկա հետ եք, տան վարձ եք տալիս։ Նաեւ առողջության հետ կապված այստեղ բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Դες մոտ խնդիրը միայն ընտանեկան հարաբերություններն են, հարաբերությունները առհասարակ խնդիրներ են, որոնք որ չեք կարողանում լուծել, անընդհատ պտտվում եք ու նորից գալիս եք նույն իրար եք բախվում եւ կարող եք շատ լուրջ որոշում կայացնել։ Այստեղ շատ զգուշ եղեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 13-ից մինչև 19։ Այստեղ ոմանք, եթե դեռ քննություններ կան, ես չգիտեմ, կան ընդհանրապես քննություններ թե ոչ, բայց եթե քննություններ կան, ավելի շատ սկսեք պարապել, քննություններին կպատրաստվեք, ոմանց մոտ շատ կարևոր գաղտնիք կբացահայտվի այս շաբաթվա ընթացքում, ոմանք կզբաղվեն վարչապետական գործերով, ինչ-որ փաստաթղթեր, հատուկ այնտեղ ինչ-որ վերցնել, դեսպանատուն փաստաթուղթ տանել եւ այլն, նման որևիցե գործողություններով կզբաղվեք այս շաբաթվա ընթացքում։ Ոմանք կանցնեն նորից այն գրքին, որը կարդացել էին եւ այս մեկ շաբաթվա ընթացքում կփորձեք ավարտել այդ գիրքը։ Տեսնենք ինչ է սպասվում կշարքներին։ Ընտիրը։ Ընտիր շաբաթ, հիանալի շաբաթ։ Ոմանք առիթ ունեն այս շաբաթ, որ պետք է զբաղվեք առիթով, գուցե ձերն է, ընտանիքի անդամներից ոչ մեկն է, այստեղ ընտանիքով կարող եք ավելի շատ եւ հանրայնացնել ձեզ, ձեր ընտանիքը, գուցե որոշ մեկ բլոգեր դառնաք, այստեղ նաեւ ոմանք եթե հարաբերությունների մեջ եք, ապա ձեր հարաբերությունները ավելի կլրջացնեք, ավելի այդպես մարդիկ ավելի շատ կիմանան ձեր հարաբերությունների մասին։ Եվ աշխատանքի հետ կապված հաջողություն, այստեղ կարող իրոք պայմանագիր եք կնքում, շատ կարևոր ձեզ համար, բիզնեսի հետ կապված լինել, ոմանք ինչ-որ շատ կարևոր աշխատանք կարող են ավարտել, ավարտում եք եւ կամ պայմանագիր եք կնքում շատ կարևոր աշխատանքի համար, կամ իրոք ավարտում եք որից է շատ կարևոր առաջադրանք, որից է կարևոր ինչ-որ մի բան ձեր աշխատանքի վայրում, ձեր բիզնեսում, որից է շատ կարևոր մի բան է սա։ Ոնց որ ավարտում եք, փակում եք այդ դուռը, եւ սպասում եք ոնց որ նոր պատվերի այս դեպքում։ Ոմանց մոտ սա աշխատանքի ընդունելությունն է, բիզնեսի բացում, առաջ խաղացում։ Գումարը կստանաք կամ տունը վաճառելուց, կամ կարող տուն գնել, կամ ընտանիքի անդամների վրա գումար ծախսեք, կամ իրենք գումար բերեն տուն, իրենք նաեւ գումար ուղարկեն ձեզ, եթե դրսում են բնակվում։ Գումար ծախսեք նաև տան իրեր գնելու համար, որոնք որ ձեզ համար շատ կարևոր են, անհրաժեշտություն է, որովհետև ընդհանրապես նորալուսինը տեղ ունենալու է այս ընթացքում, եւ նորալուսինը հենց խեցգետնի մեջ է, դա նշանակում է տուն, այսինքն մարդը ավելի շատ կցանկանա տուն կառուցել, տան իրեր գնել, տունը գեղեցկացնել։
Իսկ առողջությունը այստեղ ժամանակ վատնեք, ժամանակ հատկացրեք ձեր առողջությանը, սպորտին միգուցե զբաղվեք ձեր առողջությամբ, աչքա թող մի արեք։ Ձեր ժամանակը նաև տրամադրեք այդ ոլորտին, մի մոռացեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 13-ից 19։ Բավականին ակտիվ կլինեք, առույգ կլինեք, շատ այսօր կողմ կգնաք, շատ ինչ-որ գործողություններ կանեք այս շաբաթ, ինչ-որ բաներ կպատվիրեք, պատվերները կբերեն կտան ձեզ, միգուցե նախորդ շաբաթ եք պատվիրել եւ հիմա են բերում տալիս ձեզ, հյուրեր կունենաք, գուցե շաբաթվա ընթացքում անընդհատ հյուրեր են գալիս, կամ անընդհատ դուք եք գնում այստեղ այնտեղ, կամ ինչ-որ մի կարող եք գալ եւ մեկ շաբաթ մնալ ձեր տանը, կամ դուք գնաք, հա, եւ մնաք այնտեղ։ Նաև սա ծանոթություն է, դրսում ծանոթություն, փողոցում, հա, ինչ-որ մեկը կարող է փորձել մոտենալ ձեզ ծանոթանալ կամ դուք փորձեք ինչ-որ մեկի ծանոթանալ այս շաբաթվա ընթացքում։ Ճանապարհ կարող եք գնալ, շատ լինեք ճանապարհներին, կարող երկար ճանապարհ գնալ։ Տեսնենք ինչ է սպասվում կարիճներին։ Լավ շաբաթ է, ինչ-որ խնդիրներ չկան։ Ուրեմն այստեղ անձնական կյանքում հնարավոր է ոմանց համար նոր ծանոթություն, ովքեր որ միայն եկեն, տան տղամարդը կգա տուն, տան տղան կգա տուն, ձեր տղան, եթե բանակում է, եթե մեկ այլ տեղ է, հա, կգա տուն, գուցե դրսում են գտնվում, Ռուսաստանում են եւ գալիս են տուն այս շաբաթ։ Դե իհարկե ինչ-որ թեմա կարող է լինել եւ զբաղվեք օրինակ ձեր երեխայով, կարող է մեծ երեխա է եւ զբաղվեք իրենով, իր ինստիտուտի հետ կապված հարցերով։ Եվ աշխատանքի բերումով այստեղ ընտրության առջև եք կանգնած, դուրս գալ, մնալ, տեղափոխվել, չտեղափոխվել, այսպես որ անդադ մտքեր կան ձեզ մոտ։ Գնալ օրինակ հենց այս աշխատանքի վայրը թե չէ, կներեք մոմս անջատվել է, մի հատ մոմը փոխեմ, հա, հետո կշարունակենք։ Ահա, երևի պետք է արդեն ավելի մեծ մոմ գնել, որ անընդհատ այսպես ընթացքում չանջատվի, դա քան էլ լավ չէ։ Չնայած ընդհանուր առմամբ, որ մոմը անջատվում է ինքը լավ է, բայց ասա ավարտվում, ասա չի անջատվում։ Ուրեմն, դե բավականին շատ ոնց որ ընտրության առջև, բիզնես բացեմ, չբացեմ եւ այլն, յուրաքանչյուր բան կարող է լինել այստեղ, աշխատանքին է վերաբերվում ու բիզնեսին։ Եվ գումարի հետ կապված կամ գումար այսպես աշխատավարձը կբարձրանա կամ միգուցե մտածում եք դիմեք աշխատավարձի համար, թե ոչ, դա կարող ընտրությունը նաև դա է։ Աշխատավարձը կարող է բարձրանալ, բայց պատասխանատվությունը եւս գումար կարող եք ծախսել պետական հիմնարկությունների վրա, այնտեղ վարկ փակեք, բժշկական ծախսերի հետ կարող է կապված լինել կամ ուսման հետ կարող է կապված լինել։ Այստեղ եթե գումար, ապա գումարը կարող է գալ ապահովագրական ընկերությունից եւ այլն, հա, եթե կախված նա ինչ-որ գործեր ունեք, կամ շաբաթ թոշակը գա, ալիմենտը գա, եթե նման ինչ-որ այլի հարցեր կան ձեզ մոտ։ Բայց աշխատավարձը կամ ձեր եկամուտը հնարավորություն կա, որ բարձրանա այն։ Իսկ առողջության հետ կապված այստեղ ոչ մի խնդիր ես չեմ տեսնում։ Եթե խնդիր էլ կա, ապա այդ խնդիրը պետք է լուծվի օտար երկրում, պետք է գնալ եւ այնտեղ այդ հարցերը լուծել։ Դե չէ, սա ուղղակի եթե ինչ-որ կենթանի է կծում, պետք է ուշադրություն դարձնել, այ օրինակ Ֆրանսիայի կենթանիները որ կծում են, դուք չեք պատկերացնի, թե ինչա տեղի ունենում, օրինակ աղջկաս ձեռքը այսպես կլոր բացվել էր, այսպես կլոր, անգամ դա այնպիսի բան է, որ հնարավոր է ոնց որ վարակվում են եւ դա ворթեր են լինում մեջը, անգամ բժիշկը դա էլ ուսումնասիրեց, բայց հետո հասկացանք, որ կծած է, որովհետեւ
կծածի դեմ դեղորայք քսելուց հետո նա քիչ-քիչ այդպես փակվեց, բացվել էր աչքի նման։ Այնպես որ սա եւս նայեք ինքը էլի կարող է ինչ-որ մի մեկը կծի եւ բացվի այդպես աչքի նման կամ դա բորբոքվի։ Դե համար պետք է շատ ուշադրություն դարձնել ով է կծել, ինչի արել։ Եթե ինչ-որ կենթանի կարող կծել։ Ուշադիր եղեք, թեկուս շուն, թեկուս կատու, թեկուս մեկ այլ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 13-ից մինչև 19։ Ընդհանուր ֆոնը կորուստն է, խնդիր, տրամադրության անկում, տեսնենք այդ ինչից է, տեսնենք ինչն է լինելու պատճառը, որ նման խնդիրներ կան ձեզ մոտ, ինչ-որ դից պատճառը դուրս կա։ Կրիզները մեզ համար միշտ մանր-մունր խնդիրներ են ստեղծում, կրծում են այն, ինչի որ կա։ Նման մարդիկ կարող են լինել ձեր շրջապատում, որ կրծեն ձեր հոգին, կրծեն ձեր կյանքը, կամ ինչ-որ պահեր են, ինչ-որ խնդիրներ են, մանր-մունր, կամ սա կորուստ է, մարդ ինչ-որ մի բան է կորցնում։ Տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին։ Նա երևաց։ Նայեք։ Ես ում դուք էլ։ Քարտերը ձեզ մոտ եմ գցում։ Ամեն ինչը պարզ երևում է։ Մենք ունենք խնդիր աշխատանքի հետ կապված։ Կորուստ։ Այստեղ շատ ուշադիր եղեք։ Շատ ուշադիր աշխատանքի հետ կապված։ Ուրեմն, հարաբերություններում հնարավորություն ձեզ կընձեռվի, գուցե հաշտվելու, գուցե ծանոթանալու, ավելի լավ լինելու իրար հետ։ Միգուցե սա ընտանիքի անդամներին է վերաբերում, իրենց մոտ ոչ նոր հնարավորություններ կլինի, նոր ինչ-որ թեթևանա իրենց մոտ ոչ է խնդիր, թեթև կլուծեն ոչ է հարցեր, նաև ոնց որ այսպես հեշտ կընդունվեն աշխատանքի, հեշտ կընդունվեն ինստիտուտ, դպրոց, ինչ-որ դժվարություններ ու ծանր ինչ-որ պրոցեդուրաներ չկանի երեխաներին օրինակ ընդունելու համար, ինստիտուտ կամ եւ այլն, նաև եւս հարաբերությունների համար։ Եթե հարաբերություններում խնդիրներ կար, բայց աշխատանքում իրոք լուրջ խնդիր եմ տեսնում։ Լուրջ խնդիր կա այստեղ, ուշադիր եղեք, որպեսզի աշխատանքը չկորցնեք կամ աշխատանքի վայրում կարող են լինել մանր-մունր խնդիրներ, որոնք կարիք կլինի անպայման անել, որովհետև եթե մնացին, հա դա ավելի վատ կլինի ձեզ համար։ Նաև դա կարող է լինել բիզնեսի հետ կապված, ոչ է խնդիրներ էլի մանր-մունր, որոնցով էլի պետք է զբաղվեք անպայման։ Այստեղ իրոք։ Եվ գումարի հետ կապված։ Գումար կամ դուք եք տալու ձեր ընկերոջը, կամ ինքն է տալու ձեզ, գուցե պարտքով գումար է ուզում, գուցե կարիք կա օգնելու եւ աջակցեք դիմացինին։ Եթե պարտք եք կամ դիմացինն է պարտք, ոնց որ ընկերական ձևով այդ հարցը կարող եք լուծել, կարող եք սկսել սպասել, կամ դուք կամ ձեզ սպասեն, եթե թեկուզ բանկ է կամ եւ այլն, ինչ որ մի ձևով կարող եք դիմել եւ այդ հարցին ոնց որ ընկերական լուծում տալ եւ ոչ թե պետականորեն եւ այդպես խնդիր ստեղծեն ձեզ համար։ Առողջությունը ինչ որ մի բան կարող եք որոշեք գնաք օրինակ վիրատություն անել, որոշեք ինչ որ քիթը փոխել, վիրահատել, որոշեք որ գնում եք վերջ անալիզ հանձնեք, արդեն երկար ժամանակ է ձգում եք։ Այսքանը ձեզ համար իրոք շատ ուշադիր եղեք աշխատանքին եւ ձեր գործունեությանը ինչ որ ունեք։ Այդտեղ չի բացառվում նաեւ հեղինակության հարց լինի։ Ոչ թե միայն ինքը կորցնում, այլ հեղինակությունը նաեւ մարդու։ Այսինքն ոնց որ մարդը անի այդ պահին վատ որակ եւ նկատելի լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 13-ից 19։ Ընդհանուր ֆոնը ճանապարհն է։ Գուցե շատ կլինեք ճանապարհներին, գուցե այդպես գնում եք հանգստանալու, մեկ շաբաթով գնում եք ինչ-որ միտեղ, գործուղման կարող եք գնալ նաև հանգստի ձեր գործերը մղեք առաջ այս շաբաթ կարիք լինի եւ ոնց որ ավելի ոգևորված այդպես եւ ոչինչ չկա խանգարող։ Տեսնենք դեռ աշխատանքի հետ կապված հարցերը, բայց ամենայն դեպս այստեղ դե կամ մեքենայով եք ճամփորդում, ոնց որ այս քաղաքից են քաղաք եք գնում, այդպես մեքենայով գնում եք, հանգստանում, հետո գնում այն մյուս տեղը, այնտեղ հանգստանում, մեկ օր, հետո նորից գնում այնտեղ։ Տեսնենք ինչ է սպասվում այդ եղջյուրներին։ Ուրեմն ընտանիքում, հարաբերություններում 3 երեսանի մարդիկ կան։ Գուցե հարազատների մեջ են 3 երեսանի մարդիկ։ Նաև այստեղ նոր ծանոթությունը պետք է ուշադիր լինել, հատկապես սիրային հարցում, այդպես մի անգամից ընդունեք, որովհետև նայեք 3 երես ունի, կարող ինչ-որ մի բան է պետք իրեն ձեզանից, հատուկ ինչ-որ նպատակով է ձեզ հետ ծանոթանում։ Եվ ընտանիքն էլ, հա, կարող է ինչ-որ բաներ ուզեն ձեզանից, այդպես գանք, սմոսվեն, երեխաները, կինը, հա, եթե տղամարդ է նայում, այդպես կարող է ինչ-որ ոնց որ կամ հարազատները, այդպես ձեզ ցույց տան իբր ձեզ համար շատ անհանգիստ են եւ այլն, բայց դուք էլ հո գիտեք, որ դուք իրենց համար միևնույնն եք, հա, կան չէ՞, այդպես ես իմ որդվի հարազատներ են, որ իբր մեր մասին են մտածում։ Այդպես, զգուշ եղեք նոր ծանոթություններից, որտեղ դա կարող ճանապարհ գնալ եւ այնտեղ ինչ-որ մարդկանց հանդիպել։ Եվ չի բացառվում, որ այս շաբաթ մարդիկ տեղափոխվեն, մեկ այլ տուն, մեկ այլ հասցե, մեկ այլ երկիր, բնակարան, ուղղակի այնց տեղափոխվեք եւ այնտեղ սկսեք ապրել։ Աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բան է գնալու, նորին տեղ բացելու համար, կամ բուն աշխատանքն է, կամ ինչ-որ գործունեություն է։ Միգուցե պարապությունն է, հա, եթե չեք աշխատում, ոնց որ պարապությունը կգնա եւ նոր հնարավորություններ կբացվի ձեզ համար, այսինքն նոր աշխատանք, նոր շարժ, որտեղ ինչքան կարելի է մարդ նստի անընդհատ։ Նույնը բիզնեսում, ինչ-որ մի բան կարող փոխել, ոնց որ արդեն չի աշխատում։ Նույն ձև եք անընդհատ անում, այդ կոնֆետը օրինակ, նույն ձև եք պատրաստում։ Օրինակ ես չեմ սիրում այդ կոնֆետները, որ փայլում են։ Ես չեմ կարող ուտել այդ կոնֆետները, ինձ համար իրենք կոնֆետի համ չեն ունենում։ Մի տեսակ ես օրինակ չեմ սիրում այդ գլազուրային ինչ-որ բաները փաթեթավորած վրան։ Եվ հա նույն իմ նման շատ մարդիկ կարող են լինել, որ սիրում են ավելի հասարակ տեսքով ինչ-որ մի բան, քան այդպես պլպլում է, թվում է թե շոկոլադ չի, թվում է թե ինչա դա։ Եվ ես չեմ սիրում, իխոսքով, հա, եւ այդպես կարող եք օրինակ հասկանալ, որ ահա գլազուրում եք կամ ինչ-որ մի բան եք, կամ չգիտեմ ինչ են անում վրան, մարդկանց դուր չի գալիս դա։ Եվ փոխում եք, որտեղ արդեն դարն ապրել է, արդեն հնացել է, ձեր այդ աշխատելու ձևն է հնացել, ձեր բիզնեսի այդ աշխատացնելու ձևն է հնացել եւ այդ ամեն ինչը պետք է փոխեք, նորին տեղ բացեք, նորովից սկսեք ինչ-որ բան անել։ Գումարը այստեղ կամ ծախսում եք այստեղ առիթի վրա, ծնունդի վրա, կամ ծախսում եք այստեղ հասարակական վայրեր այցելելու վրա, գնում եք կինո, թատրոն, գնում եք զվարճանքի կենտրոններ, այնտեղ եք գումար ծախսում, կամ եթե առիթ է, այդպես գումարներ կգան ձեզ, կամ հասարակական գործունեությամբ գումարներ կվաստակեք, այդպես աշխատել եք եւ հա ոնց որ այդ գումարը գալիս է ձեզ։ Կամ եթե ինչ-որ դիզայն եք անում, այդպես հարսանեկան, ինչ-որ պարագաներ եք անում, դա այդպես եւս այդտեղից կարող գումար գալ ձեզ։ Կամ ծախսեք նման պարագաներ ձեռք բերելու, գնելու համար։ Եվ առողջության հետ կապված այստեղ անպայման ուշադրություն դարձրեք ձեր
հորմոններին, կանացի օրգաններին, տղամարդիկ իրենց օրգաններին, որտեղ վարակը հնարավոր է, երբ որ այս քարտն ընկնում է, դա նշանակում է, որ այդ օրգանները, սեռական օրգանները թույլ են եւ հնարավոր են վարակվեն։ Եվ իհարկե հորմոններ, վահանաձև կեղծ, անպայման եւս նայեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 13-ից 19։ Ընդհանուր ֆոնը առույգ, այս կողմ են կողմ կգնաք, շատ կլինեք ճանապարհներին, նաև հյուրեր կընդունեք անընդհատ, դուք կգնաք հյուր, կամ մեկ շաբաթ ինչ-որ մեկը գալիս է և ձեր տանն է բնակվում, նաև ինչ-որ բաներ անդադ կպատվիրեք, անդադ կգան ձեր տուն, կամ նախորդ շաբաթ եք պատվիրել և հիմա արդեն ոնց այս շաբաթ գալիս է տեղ է հասնում։ Ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Ուղղակի այս ծանոթությունը դա ոնց որ դրսում ծանոթացածն է եւ դա երկար կյանք չունի։ Մեկ օրվա կյանք ունի ընդհանրապես։ Դե եթե իրար հավանում են եւ այլն այդպես կարող է շարունակվել, բայց այս քարտը ոնց որ ակնթարթային ծանոթություն է։ Գուցե եւ ակնթարթային ավարտ։ Եվ նորություններ կլսեք այս շաբաթ ձեզ համար շատ կարևոր նորություններ։ Տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին։ Այստեղ ընտանիքում, հարաբերություններում մանրուքների հետևից կարող եք ընկնել։ Դա կարող է բերել վեճ։ Իսկ եթե նոր ծանոթություն է, ապա լավ կլինի, որ իրոք ուշադրություն դարձնեք մանրուքներին։ Ինչպես է խոսում, ինչպես է վերաբերվում, ինչպես է նաև նա ձեզ հետ ծանոթացել, հա, այդ ամենը լավ ուշադրություն դարձրեք։ Աչքաթող ոչինչ մի արեք։ Եվ ընտանիքում էլ եմ ասում, մանրուքների հետևից մի ընկեք, դա կարող է վեճ առաջացնել։ Նաև կարող են մանր-մունր խնդիրներ լինեն, որոնք որ պետք է լուծեք։ Եվ այստեղ երկու մարդ իրարն են միանում։ Գուցե բաժանվել եք, միանում եք իրար։ Աշխատանքում մի փոքր դանդաղ է ընթանում ձեր կարիերայի աճը, ձեր առաջխաղացումը, բիզնեսում եւս հա կարող եք զգալ, որ ինչ-որ դանդաղ է, կամ եթե սոցցանցեր եք բացել, գործ եք ուզում անել, ոնց զգում եք դանդաղ է, այդպես առաջ գնում։ Դե միևնույնն է, նվազող լուսիներ մինչև այս Միևնույնն է այստեղ հետադարձ է Մերկուրին եւ ամեն ինչ կարող է այդպես դանդաղեցնել ձեզ մոտ։ Եվ դա համար մի մտածեք, որովհետեւ այստեղ ավելի կամրանում, դուք այդ աշխատանքի վայրում ամրացնում ձեր բիզնեսը եւ հետո արդեն ինքը քիչ-քիչ կբարձրանա վեր, ավելի ամուր է, հա, դա լինում, որ տարիների գործ է լինում, տարիների աշխատանք է լինում ձեզ համար։ Գումարը կարող եք ծախսել նվերների վրա, կամ թանկարժեք նվեր ստանաք, առիթ կարող է լինել ծնունդ է եւ այլն եւ դրա վրա գումար ծախսեք, կամ այդտեղից գումար գա։ Եթե ծաղիկի գործ եք անում, օրինակ ծաղիկից գործից կարող եք գումար ստանալ, ծաղիկ վաճառեք այս շաբաթ, կամ հա այս շաբաթ որոշում եք որ ծաղիկ վաճառել։ Գիտեմ, որ ծաղիկները բավականին շատ են եւ ընդհանրապես լավ կլինի, որ երկրի ներսում գործունեությունը ծավալվի ավելի շատ։ Ըստ ինձ դա ավելի լավ է։ Ճիշտ է, դուրս են հանում ավելի շատ գումար են իբրև թե աշխատում, բայց ժողովուրդը, ներսի ժողովուրդն է տուժում այդ թանկությունից։ Եվ այստեղ էլ ինչ կարող է լինել։ Անակնկալներ կարող եք ստանալ, նաև դա կարող է լինել գումարի տեսքով, կարող է լինել բոնուս աշխատավայրից, ձեզ բոնուս տան։ Այսքանը եւ հղիության հետ առողջության հետ կապված, այդտեղ հղիություն կարող է լինել ոմանց մոտ ծննդաբերություն, մանկական տրավմաներ, մանկական հիվանդություններ, շատ եղեք, երեխաներից չվարակվեք, այն մանկական հիվանդությունները։ Դե դա նաեւ վերաբերվում է այնտեղ դիաթեզ, ինչ որ ալերգիաներ, եւս հա ոնց որ մարդը երեխա ժամանակ ինչ-որ բաներ էր կերել, ալերգիա ուներ եւ հիմա եւս կարող է այդ նույն բանից ալերգիա ունենա, ոնց որ անցել էր այդ փուլը։
Այդ հիմա էլի նայած կարող նույն բանից ալերգիա ունենալ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 13-ից 19-ը։ Ընդհանուր ֆոնը հարազատություն, բարեկամություն, շատ ընկերներ, գուցե ընկերներ գալիս օտար երկրից, գուցե դուք եք գնում իր մոտ, շատ ընկերներ եք ձեռք բերում, ծանոթություն տարբեր մարդկանց հետ, ընկերական շփում, ընկերական մթնոլորտ ամենտեղ։ Տեսնենք շարունակությունը, տեսնենք։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 13-ից 19-ը։ Չեմ շներին ասացի, թե ձկներին ասացի, մի խոսքով ձկներին։ Երևի այստեղ շունը տեսա։ Եթե շներ եմ ասել, հա, ձկները, ուղղակի շունն եմ տեսել։ Որտեղ նոր տարվա ծնվածներին էի անում։ Եթե հա ասել եմ, հասկացեք, որ դա նա է, մյուսն է։ Ուրեմն այստեղ հարաբերություններում մի փոքր խառը վիճակ է, այստեղ հարաբերություններում 3-30-ի մարդիկ են, շատ եղեք նոր ծանոթությունների նկատմամբ, այդպես արագ մի ծանոթացեք դիմացինի հետ, նաև ընտանիքի անդամները կարող են ձեզ հետ ինչ-որ այդպես մի փոքր ձևական լինեն, նաև հարազատները, բարեկամները ավելի շուտ կարող են ձեզ հետ այդպես եւս մի քանի երեսով լինել իրենց ուզածին հասնելու համար, այդպես աշխատանքի հետ կապված ընկերական մթնոլորտ է այստեղ տիրում եւ կարող է ձեր ընկերը գալ ձեր մոտ աշխատանքի, դուք գնաք իրենց մոտ աշխատանքի կամ ինչ որ մեկը գա ում հետ որ սիմպաթիա լինի եւ ընկերություն անեք, ընկերանաք այս շաբաթ։ Տնօրենն է սա ցույց տալիս, տնօրենի հետ ավելի շատ կլինեք, մենեջերի հետ ավելի շատ կլինեք, նաև դա ինչ որ մեկը կարող է գալ, պետք է սովորեցնեք իրեն, կամ դուք եք գնում աշխատանքի եւ ինչ որ մի տղամարդ է ձեզ փորձում սովորեցնել, հա, բայց էլի պահպանելով այդ ընկերական մթնոլորտը։ Բիզնեսում նույնպես է, դա կարող բիզնես գործընկեր եք գտնում ձեզ համար, իրարից սկսում եք աշխատել։ Այ գումարը գալը, այստեղ խնդիր է, կամ փորձում եք գումար ուղարկել, ինչ որ մեկին չի ստացվում։ Ուզում եք գնալ, ստանալ գումար, էլի չի ստացվում։ Ինչ որ խնդիրներ կան, բախվում եք անընդհատ, կամ շատ ավելի գումար վաստակելու համար եք էլի բախվում ինչ որ մի խնդրի, չեք կարողանում շատ գումար վաստակել, չեք կարողանում ձեր գումարը հետ վերցնել, նաև ինչ որ խնդիր են ստեղծում անընդհատ։ Իսկ առողջության համար այստեղ ուշադրություն դարձրեք ձեր հորմոններին, կանայք իրենց, տղամարդիկ իրենց, նաև սեռական օրգաններին, որտեղ այստեղ վարակը շատ հնարավոր է, որտեղ սեռական օրգանները ավելի թույլ են նման օրերին, նման շաբաթ եւ հնարավոր է խնդիրներ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։